Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, չեմ տալու այն նույն հարցը ուժեղ Հայաստանի ինչ որ տվեցի առաջին ընթերցման քննարկման ժամանակ, բայց ինչու եմ ես մոտեցել ամբիոնին, քանի որ քննարկվեց Սփյուռքի նախարարության համատեքստում նաև Սփյուռքի թեման եւ նորից հիշվեց Հայաստան համահայկական հիմնադրամը, ես ուզում եմ ընդամենը երկու հատ թիվ ասել, որովհետեւ դուք պատկերացնեք Սփյուռքի եւ Հայաստանի Հանրապետության մասշտաբը քննարկվող հարցի համատեքստում։ Ուրեմն 2018 թվականի հեղափոխությունից հետո մինչև 2025 թվականը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները հավելյալ այն եղածին, որը գումարվել է, դրանից բացի հավելյալ կազմել է մոտ 5.5 միլիարդ դոլար։ 5.5 միլիարդ դոլար Հայաստանի Հանրապետության հարկատուները 2018-ից 25 թվականների ընթացքում գումարային ավելացրել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին։ Հայաստան համահայկական հիմնադրամը իր գործունեության 30 տարվա ընթացքում համաձայն բաց աղբյուրներից եղած տվյալների հավաքել է շուրջ 500 միլիոն դոլար։ Հիմա դուք պատկերացնում եք 30 տարվա ընթացքում Հայաստան համահայկական հիմնադրամը, որին մենք ռոմանտիզացրել ենք, լավ ենք արել, շատ լավ, հավաքել է 500 միլիոն դոլար։ Հայաստանի Հանրապետության հարկատուները ընդամենը 7 տարվա ընթացքում իրենց աշխատանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին հավելյալ գումարել է 5.5 միլիարդ դոլար, հասկանում եք։ Հիմա երբ որ ասում եք մասշտաբների մասին, էս է մասշտաբը։ Ես ամենևին չեմ ստորադասում Սփյուռքի դերակատարումը, բայց որ գալիս եք ռոմանտիզացնում եք, այդ թվում այնտեղից փող ուղարկելը, Հայաստանի Հանրապետության 3 միլիոն քաղաքացիները եւ հարկատուները Հայաստանում աշխատող այդքան մեծ հավելյալ ներդրում են ունեցել 20 վայրկյան։ Ընդ որում Հայաստան համահայկական հիմնադրամը այդ 500 միլիոն դոլարը պատկերացնում եք, չէ՞։ Ռոբերտ Քոչարյանից այսօր 200 միլիոն դոլար ապօրինի գույք են պահանջում։ Եթե Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի եւ մյուսների գույքն էլ գումարենք, մի 3-4 հոգի այնքան թալան է կուտակված, որ համահայկական հիմնադրամի հավաքած 30 տարվա փողից շատ է։ Եվ այդ 5.5 միլիարդը, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունում տաղանդներն են, որ ավելացրել են, որ ասում եք մենք տաղանդներին չենք թողում, որ իրանք առաջ գնան, բայց 5.5 միլիարդ դոլարը ավելացրել։ Շնորհակալություն։